Էլի ճան ես բրմաղչիտս, իսկ օրագիրդ կարող եմ տեսնել։ Հիմա կբերեմ։ Հայրի, այդ ճանճը, որ ես բանեցի, նա օրագի մեջ է, չեմ ուզում բացել, կծծվես։ Ես ճանճերի չեմ զզվում, տուր։ Հայրի, պետք չէ, հետո գնայես, տուր։ Ես այդպես էլ գիտեի, ինչպես չես ամաչում, արդեն 5-րդ վատն ես ստանում այս մեծ շաբաթվա մեջ։ Ինչպես ես ամաչում։ Ով, ասում եմ չէ, ծուլությունը լավ բանի չի բերի։ Եթե այսպես շարունակի, ես չգիտեմ թե ինչ կանեմ քեզ հետ։ Երանի մի կախարդական փայտի ունենայի, դասերը շուտ կսովորեի, այսքան աղմուկ չէր լինի։ Չլինի թե սա կախարդական փայտիկ է, հենց սա է որ կա, իսկ հետաքրքիր է, աշխատում է, հիմա կփորձենք։ Վատ ես ստացել աղջիկս, ապրես, այդպես շարունակիր, ես չէի կասկածում, որ իմ աղջիկը իստական դիպտական է դառնալու։ Ապրես, թոռնիկս։ Աղջիկս վատ է ստացել, վայ, մերն եմ ջարիդ, ապրես։ Ասում եմ չէ, մամային է քաշել, Ոչ, հայրիկին, մայրիկին, հայրիկին, ոչ, մայրիկին, ասեցի հայրիկին։ ուֆ, աշխատեց, այ մամ, ես կարող եմ անել ամեն ինչ, վաղը ես սա ինձ կտանեմ դպրոց։
ինչ-որ բան է պատահել։ Ես Պարզ է, իսկ ես ձեզ համար թխվածք եմ բերել, չէ՞ որ այսօր ինձ ծննդյան օրն է, և մենք ուրախանալու ենք։
ընկերների հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ և հարազատներ։ Ձեզ ենք ներկայացնում մեր փոքրիկ զարմանահրաշ մոլորակը, կրտսեր դպրոցը։ Մեր մանկության մոլորակը խորհրդանշում է բարություն, խաղաղություն և ողջունում բոլորին։ Ողջույն, ողջույն։ Սիրելի հյուրեր, հարազատներ, նայեք ձեր շուրջը և տեսեք, թե ինչքան գեղեցիկ և լավ բան կա մանուկների զարմանահրաշ մոլորակում։ Մեր մոլորակը այնքան բազմազան է, այնքան հետաքրքիր, որ հնարավոր չէ ձանձրանալ բազմազանությունից։ Մեր մանկության զարմանահրաշ մոլորակում ապրում են հաշտ ու համերաշտ, ազատ շփվում 22 տարբեր լույսի վառ ու ժպտուն շողեր սիրասուն։ Իսկ գիտեք, թե որն է մեր երջանկության հաշտ ու համերաշտ լինելու այցեքարտը։ Իհարկե, ժպիտը, որն ուզում ենք փոխանցել նաև ձեզ։
2016 թվականի ագիրներն ինչ պտուղ տվին, դաշտերում ինչ բերջ էր հասել, մենք չենք կարող ստույլ ասել, բայց հենց այդ տարի մեր Ղուտասավան յուղում մատու ծնվեցին դայտար Ռուսինում, ովքեր 2022 թվականին դպրոց մտան և ուսումնատենչ աշակերտ դարձան, որ հետո պիտի դառնան ուսուցիչ, դառնան շինարար, դառնան նկարիչ, միգուցե բժիշկ կամ տնտեսագետ, դառնան խելացի մարդ ամենագետ։ Եվ ահա թողած խաղուբակ, եկան դպրոց քայլերով վստահ, մեր դպրոցի շեմից ներս մտանք, որ մեր լուսաշող ապագան կերտենք։ Փոքրիկ սանը դարձանք ու կասարանի ժիր թորնիկը, մեզով մաստոցի, վարչական պապիկի գրած դասագրքով սովորեցինք, անտիվանամար գիտելիքներով զինվեցինք։ Շատ լավ հիշում եմ աշնան այն օրը, երբ դպրոց մտա առաջին օրը, կոթորչողը նշեն, բացեց իր գիրկը։ Մենք դարձանք արդեն մեր դպրոցի անգին սաները, իսկ թե ինչպես անցան մեր այս 4 տարիները դպրոցում։ Ամեն ինչ արդեն ու խաղաղ, բարի լույսով օրը բացվում, լցվում էր, շնչով Մեսրոպյան, անարատ լույսով, մանկան մաքրությամբ, թարմությամբ և հնչուն զանգի քաղցր ղաղանջով։ Առաջին դասարան, դարձանք գրաճանաչ և կազմակերպեցինք մեծ տոնահանդես, երկրորդ դասարան, մեր դասընկերների թիվն ավելացավ, մեզ միացան արցախցի ընկերները։ Մեր ջերմությամբ և հոգատարությամբ նրանց ցուցաբերեցինք հոգեսոցիալական աջակցություն, սակայն անհնար էր լրացնել զոհերի կորուստը։ Այսօր մենք խոնարհվում ենք նրանց առջև, ովքեր զոհեցին իրենց ամենաթանկը կյանքը, զոհեցին և փրկեցին մի ժողովուրդ, մի մեծ գերդաստան, որն այսօր ապրում և շարունակում է շենացնել երկիրը։
պաշտպանել այն։ Բառերը չեն էլիքի երախտիկի խոսք ասելու այն մարդկանց, որոնք իրենց գերմատկային բարձր արժեքներով փրկեցին մեր կյանքն ու ապագան։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր պաշտպանեցին մեզ և խոնարհվել նրանց առաջ, ովքեր ընկան մարտի դաշտում փրկեցին մեր անունը, սակայն նրանցից շատերը մնացին անանուն։ Հավերժ փառք ձեզ, տղաներ, մեր երկրի դյուցասնական որդիներ, ոչ, դուք չեք մեռնում, հերոսներ, լույս ոգի եք դառնում և ապրում, հավիտյան մեր մտքերում ու մեր սրտում։ Սովորեցինք այս կամարների տակ, մենք դիախտապարտենք նրանց, մեր ուսուցիչներին։ Դուք լույսի օգյան, մեր ուսուցիչներ, շնորհակալ ենք ձեզանից և խոնարհվում ենք ձեր մեծության առջև։ Ինչ կլիներ Շնորհակալություն։ Ինչ կլիներ մարգությունը։ Տեր Աստված, թե չլիներ, ուսուցիչներ, դպրոցներ, ուստի հիմա ամբողջ հոգով խոնարհվում ենք ձեր առջև։ Այսօրվա նման հիշում ենք այն սեպտեմբերյան օրն առաջին, որ դասարան մտանք շարքով միասին և մեզ ողջունեց ուսուցչուհին առաջին։ Մեր ձեռքն առանք այբենարանը, մեր առաջին դասագիրքը այն մեզ սովորեցրեց հայոց ոսկեղենի կայքուպելը, որի շնորհիվ դարձանք գրաճանանչ։
բացեց մեր առջև գիտելիքների բոլոր դռները։ Դասագրքերը նոր, բացեցի մեր դեմ մի ողջ աշխարհ, պատմեցի մեր շատ է քիչ, աշխարհի մասին նմայիչ, այս ինչի է ծագում, ամենուր են գնում, ինչ կա չկա անտառում, ով է ապրում լճակում, ուսի խոնարհվում են գրքեր սեզոնների առջև և հայտնում շնորհակալություն։ Ուսուցիչներ մեր սիրելի, դուք լավ ու բարի ազնիվ սեր մնացել, ինչքան եք տքնել մեզ համար կյանքում, ձեր աչքերի լույսը դուք չեք խնայել, տետրել եք ստուգել գիշերներն անքում։ Կրթել և դաստիարակել եք, մեզ գրաճանաչ եք դարձրել, բացահայտել եք մաթեմատիկայի զարմանահրաշ աշխարհը, սովորեցրել եք օտար լեզուներ, տարրերի և հնչյունների, գույների կախարդական աշխարհը։ Կոփել եք մեզ ֆիզիկապես, սովորեցրել մեզ սիրել աշխատանք, սիրել բնություն, սիրել հայրենիքը և վերջապես սովորեցրել եք ճանաչել կյանքը։ Իսկ ամենակարևորը սեր մնացանի նման, մեր մեջ ցանել եք բարության, ազնվության և հայրենասիրության սերմեր։ Դուք լույս եք տալիս ու չեք սպառնում, ասես արևից մասնիկ կա ձեր մեջ, դուք չեք ծերան, դուք չեք հնան, ինչպես տարրերը մեր Մեսրոպյան։ Ուսուցիչներ մեզ սիրելի, դուք եք մեզ տվել գանդը ձեր սրտի, լույսը ձեր աչքերի, սևը մազերի։ Եվ ուզում եմ ես, մի լրացում անել վերջին, հրաշալի կոչենք նույնպես ամեն մեկս մեր ուսուցչին, կարելի է այս աշխարհում ապրել նաև առանց բուրգի, անհնար է սակայն ապրել առանց լույսի հայրենիքի։ Մեծամում եք տարել սարի,
գիտելիքներ, դարձել են հայրենասեր, մեր երկրի նվիրված քաջ հայրենիներ։ Իսկ հայրենասեր լինելու համար պետք է ճանաչել մեր արմատները, անցյալը պատմական ժառանգությունը։ Բանակը մեր հավաքն է ու հպարտությունը, մեր գոյատևման գրավականը, ապագայի հանդեպ մեր լավատեսության առաջին երախտիկը։ Այսօր մենք խաղարում ենք բոլոր դժվարությունները, առաջ են գնում, չեն կոտրվում, ընկճվում, քանի որ ֆիզիկապես պաշտպանված են ուժեղ ու մարդունակ ազգային սեփական երկրում, ուժեղ ու մարդունակ ազգային բանակին։ Բանակը մեր հայրենասիրության, ուժի, քաջության խտացումն է մեր։ Մեր կենսունակության ավիշը, մեր ինքնության պատվի խորհրդանիշը։ Հիմա
ասեք այսքան բան որտեղից մենք իմացանք։ Իհարկե, մեր շատ սիրելի ուսուցիչներից, ովքեր ջանք ու եղանք չխնայեցին մեզ հայրենասերի ոգով կրթելու և դաստիարակելու համար։ Մեր սրտի խոստ ենք ուզում ուղղել մեր զինվոր եղբայրներին։ Հայոց զինվորներ, դուք որ ջրաղն եք հայրենյաց հողի, դուք եք պաշտպանում կրակ ազգի, սիրո օջախի և միասնության։ Այ զավակներ, դուք քաշ տղաներ, մեր նախքից այսպես որդի մեծացրել, իրենք մյուս երկում թուր եք շողացրել, որ կյանք ունենա, տունը շեն լինի, ու անպարտ մնա սեղնարիների։ Ով քաջեր հայոց, ձեր շիտն է եղել ամենից անվախ, դուք եք սաստել ու սանձել անապախ, երբ որ աշխարհի տանը մոտեցել ու հայրենիքին չարնես պարնացել։ Հայոց զինվորներ, ոսողը չունի ժամ ու պատարակ, և քայլ է անում, ամեն տեղ անարգ, ոչ հնազուջին, մեզ հիմնահատակ։ Իսկ աշխարհն այսօր պնդում է դարձյալ, թե սահման բրյանց, զենքն է հենց քաջած, և ուրեմն առաջ, փառք, աղոթք ու խոնարհում, հայոց հաղթանակած բանակ։ Մենք հո գրիկում ենք մեծացել, սիրում ենք քեզ ինչպես մոր, դու մեր ձեռքով ես բարձրացել, ասել կյանքին փառավոր, ուր է լինենք կանչում ես տուն, սեղան բացում խնդության, դու մեր աննահպարտություն, հզոր նոր Հայաստան։ Palestina
Մամիտ ու իշխան, մոլեռանդ ու տաղանդավոր, ճարտարապետ ու դիրիչ, պատմիչ ու երգիչ, մենք ճամփորդ են, ու մեր երգը վախճան չունի։ Հայաստան աշխարհ, դարավոր վազքը չհոգնեցրեց, քեզ և դու աշխարհին պարզեցիր մեր երազանքների արևով ոսկեզօծված ազգային դրոշը փառապանց կերպով։ Երբ կարող է, ով կհանդգնի, վայրի մոլուսկով դարձնել նորից, ավերի երկիր, ցավերի երկիր, դավերի երկիր Հայաստանս, իր երկիր մտած բարձր սարերից, գլխի վայր կընկներ վիհերը խոր։ Սարերի կանգնած, սարերի սովոր, սարերի երկիր Հայաստանս։ Թող մեր մոլորակը լսվի բարությամբ, լինենք ազնիվ ու համարձակ, հոգատար մեկս մյուսի և մեր աշխարհի նկատմամբ,
ավարտելով դարական դպրոցը, տեղափոխվում եք, փոխադրվում եք միջին դպրոց, ձեր ուսումնառությունը դարձյալ շարունակելու եք մի շատ այսքան հարազատ դպրոցում։ Այս 4 տարիների ընթացքում ես ձեր մեջ փորձեցի ձևավորել ամենաթանկ, ամենակարևոր արժեքները, որ կան մեր կյանքում՝ հայրենասիրություն, բարություն, ազնվություն, աշխատասիրություն եւ նմանատիպ շատ արժեքներ դուք ինձ հետ մենք միասին մեր աշխատանքի շնորհիվ այդ ամենը արժևորեցինք, հասկացանք եւ ամուր կպահենք այն ինչ սովորել ենք հետագա ուսումնառության ընթացքում, որ մյուս ուսուցիչները նույնպես տեսնեն, որ դուք իրոք բավականին գիտելիքներ ունեք ցանկացած առարկայից, ինչպես նաև կյանքից, հայրենիքից, մեր քաջ զինվորների մասին շատ գեղեցիկ լավ ելույթ ունեցաք եւ այդ ամեն ինչը դուք զգում եք, հասկանում եք, արժևորում եք։ Շնորհավորում եմ ձեզ, որովհետեւ դուք ավարտեցիք մի գեղեցիկ մանկության հետ դրամատից մեր դերնագիրը մեր մանկության բարի ու լուսավոր մոլորակ։ Այս մի վաղ հասակ դպրոցական դուք ավարտեցիք, արդեն որովհետև մեծացել եք, շատ եք մեծացել եք, գոյովացել եք, չէ, անընդհատ չեք մնալու տարրական դպրոց, գնաք, որ այս սեպտեմբերին ընդունենք ձեր փոքրիկ քույրիկ եղբայրներին, չէ երեխաներ ջան, որովհետև կյանքը շարունակվում է, երեխաները մեծանում են։ Դե շնորհակալություն նաև մեր շատ սիրելի տնօրենությանը ամբողջ 4 տարիների ընթացքում ընկեր Արմյանը մեր ամեն ինչից տեղյակ կա։ Մենք ցանկացած բանի մտելադու ամեն ինչ գիտի, ինչ ենք ստեղծագործում, ինչ ենք խոսում, ինչ ենք նկարում։ Միշտ գոհ լավ վերաբերմունք են ցուցաբերել մեր երեխաները, միշտ արդարացրել են, աշխատել են, մեզ ընդունել են մեր տնօրենությունը այնպիսին, ինչպիսին որ կան։ Բոլոր երեխաներն էլ գեղեցիկ սիրուն աշխատել են։ Տիգրան ջան, արի Քո վերջին խոսքերը ինքը շատ լավ արտասանում է, վերջը էլի լավ ասել, մեր համար տարբերություն չկա երեխաները, մեր գանձերն են, ովքեր աջակցության կարիք են ունեցել, մի բան էլ ավել աջակցել ենք կարողին, ինչ որտեղ ասենք լավ կարող է, բայց կարիք ունեցող երեխաներին ամբողջ հոգով աջակցել ենք, ինձ շատ օգնել է մեր տնօրենություն նորից, պետք է ասեմ ընկեր Արյան, ընկեր Գյուլամիրյան, որտեղ մշտական դասալսումներ, մշտական ինձ օգնություն են ցուցաբերել, որպեսզի մենք կարողանանք համատեղ միասնական տարբեր կարողունակությունների տեր երեխաների միասնական մի գաղափարի շուրջ կարողանան համագործակցել։ Շնորհակալություն իրենց, որ կան, որ մեր կողքին են, մեր հարգարժան տնօրենությանը եւ շնորհակալություն նաեւ ձեզ շատ սիրելի ծնողներ, միշտ ինձ հետ եք եղել, միշտ ամեն ինչին աջակցել եք, այսքան գեղեցիկ ձևավորումները, որ արել եք, ձեր շնորհիվ է, եւ մենք միասին համագործակցել ենք առանց տրտունջ, ինչ եղել է ձեր ցանկությամբ է եղել, եւ իմ խորհրդի կարգով, որ ինչ անենք, որ ճիշտ լինի, որ հանկարծ վատ բաներ չլինի։ Ձեր այսօրվա հանդերձակով իրոք ավարտական երեխաներ էիք, շնորհակալ եմ շատ ձեզանից։ Իսկ հիմա խոսքը տրվում է հարգարժան տնօրենի։ Սիրելի աշակերտներ, հարգելի ծնողներ, ուսուցիչներ, այսօր մեր դպրոցում իրոք հուզիչ եւ տոնականորեն, քանի որ մեր 4-րդ դասարանցիներին, շատ սիրելի աշակերտներին ճանապարհում ենք գիտելիքներով նոր աշխարհ։ Սիրելի աշակերտներ, ես բան հիշեցի, երբ որ դուք եկաք դպրոց, այսպես փոքրիկ, վախվորած, բայց այսօր ես տեսնում եմ խիզախ, հպարտ, գիտելիքներով զինված աշակերտներ։ Ես ուզում եմ, որ դուք այն գիտելիքները, որ ձեռք եք բերել այս 4 տարիների ընթացքում, ձեզ հետ տանեք, շարունակեք սովորել, չդադարեք սովորելը եւ երբեք չվախենաք ոչ մի դժվարությունից։ Ուզում եմ, որ ձեր ճանապարհը լինի լուսավոր։ Դուք միշտ քայլեք լույսի ճանապարհով։
եւ ուզում եմ, որ կյանքում ունենաք բազում հաղթանակներ եւ հաջողություններ։ Սիրելի ուսուցիչներ, ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, ովքեր որ այս տարիների ընթացքում եղել են մեր աշակերտների կողքին եւ աջակցել են նրանց։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր ընկեր Ռոզային, այս դասանի եւ այսքան ծավալուն աշխատանք ունենալու եւ այսօր բեմում մենք զգացինք այդ հաղթանակը հաջողությունը։ Շնորհակալություն ձեզ, Ռոզա ջան։ Առանձնահատուկ շնորհակալություն մեր ընկեր Ազարյանին, ընկեր Սահակյանին, ընկեր Սիմոնյանին, որոնք ամենօրյա դասարան են մտել եւ իրենց գիտելիքները փոխանցել են մեր ստանելուն։ Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ընկեր Անանյանին, ամենօրյա տեսնելով ընկեր Անանյանի աշխատանքը, ես ուղղակի զարմացած եմ ընկեր Անանյանի այդ անսպառ էներգիայի վրա, որ ինքը այդքան կարողացել է սեր, ջերմություն հաղորդել մեր երեխաներին։ Եվ այն գիտելիքը, որ ընկեր Անանյանն է տվել, ոչ միայն տվել է ակադեմիական գիտելիք, այլ տվել է արժեքային կրթություն, որ մեր երեխաները այսօր ունեն շատ լավ ընկերություն, իրենք սովորել են բարություն, ստացել են սեր, ջերմություն, որը փոխադարձ է իրար հանդեպ եւ նույն սերն ու ջերմությունը ես ամեն օր ստացել եմ մեր շատ սիրելի սաներից եւ դա եղել է ընկեր Անանյանի աշխատանքի արդյունքը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ծնողներին, որ դպրոց, աշակերտ, ծնող, ուսուցիչ կապը անորոշ է։ Եվ այս տարիների ընթացքում, որ մենք ունեցել ենք հաջողած միջոցառումներ, գեղեցիկ բեմեր, դա ձեր շնորհիվ է, սիրելի ծնողներ, որի համար շնորհակալություն եմ հայտնում։ Կեցեք դուք, սիրելի աշակերտներ, այսօրվա ձեր միջոցառումը ձեր 4 տարվա ամփոփումն է, եւ դուք գերազանց եք բոլորը։ Կեցեք դուք, շնորհավորում եմ, միշտ քայլեք ու գնաք ձեր երազանքների հետևից։ Այս 4 տարիների այս աշխատանքը չգնահատել, գիտեք, որ հանրապետական պետական չափորոշիչը փոխվել է եւ նշեմ, որ մեր 4-րդ դասարանցիները առաջի շրջանավարտներն են, ովքեր որ նոր չափորոշիչով ավարտում են 4-րդ դասարանը։ Եվ մեր դպրոցում մեր 4-րդ դասարանցիները ընկեր Անանյանի շնորհիվ գերազանցել են այդ սպասումները։ Նաև դա ցույց տվեց մեր նախարարության կողմից տրված արտաքին գնահատումը, որ մենք ունեցել ենք շատ բարձր արդյունքներ, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկեր Անանյանին։ Տրվում է Արարատի մարզի Ղուկասավանի միջնակարգ դպրոցի վաստակաշատ դասվար Մարգարիտա Անանյանին կրթության ոլորտում ունեցած զգալի ավանդի, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում անմնացող նվիրումի համար։